մոտ 12,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Դա էր 1990-ական թվականների Արցախյան առաջին ազատագրական պայքարի արդյունքը։ Դա հսկայական տարածք էր, որն անգամ մի շարք երկրներից ավելի մեծ էր։ Օրինակ, այդ 12,000 քառակուսի կիլոմետրը ամբողջ Լիբանանից կամ Կիպրոսից մեծ էր։ Այն ավելի մեծ էր, քան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերը միասին վերցրած։ Եվ այնպես չէ, որ Արցախը հսկա էր ու ամայի։ Նա օժտված էր անծայրածիր գեղեցկությամբ, իր մարման սարերով, ապառաժներով, ձորերով, թավանտառներով ու բերքարատ դաշտերով։ Հողը կյանք է, իսկ Արցախի հողը առավել ևս։ Արցախն իր բերրի հողերով ուներ նաև ոսկու, ջրի, հացահատկի և այլ հարուստ պաշարներ, որը հազարամյակներով սնուցել է տեղի հայ ժողովրդին և ապահովել նրա մշակութային ու հոգևոր վերելքը։ Ավելի լավ հասկանալու համար Արցախի ազատագրման պատմական նշանակությունը հայ ազգի համար պետք է նկատի առնենք, որ վերջին անգամ, երբ հայ ազգն իր արյամբ կարողացել է այդքան մեծ տարածք ազատագրել ու պահել, այն ավելի քան 600 տարի առաջ էր։ Արցախի հողն այն ուժն էր, որ մղեց մեր հերոսներին նվիրվելու նրա ազատագրման պայքարին, և այդ հողի ուժը մեր բոլորի երակներում է։